Էլ-Ռումի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Էլ-Ռումում եք։ Ամեն անգամ ես նշում եմ, որ Էլ-Ռումը տեղեկատվական ու մոտիվացիոն հարթակ է, երկու հիմնական ու կարևոր խնդիր ենք փորձում օնլայն տիրույթում լուծել։ Առաջինը տեղեկացնել, որ խնդրի լուծման դեպքում ուր պետք է դիմել, ում պետք է դիմել, եւ երկրորդը, որը շատ կարևոր է, հաճախ մենք ավելի ենք կարևորում, ինչպես գտնել պրոֆեսիոնալի, ով իր տեսակով նաեւ մոտիվացնող է։ Երբ խոսքը վերաբերում է օծանելիքին, երբ խոսքը վերաբերում է խնամքին, երբ խոսքը վերաբերում է խնամքի միջոցներին, այստեղ այս երկուսը գտնելը տպավորություն է, որ ինչ որ գիտական, կրթական, շատ սովորելու գիտելիքների հետ է կապված։ Իմ համոզմամբ եւ վստահ կարող եմ ասել, որ մեր հաղորդման ավարտին դուք եւս վստահ կպնդեք, որ առաջին հերթին ամեն ինչ գալիս է մարդու ներսից։ Առհասարակ խնամք ասված, խնամքի եւ օծանելիքի աշխարհը, պարֆյումի աշխարհը, սա արվեստի մի ճյուղ է, որը մինչև վերջ բացահայտված չէ։ Դարերով իհարկե այս ուղղությամբ աշխատել են, մենք ունենք շատ նույնիսկ այդպես ցիտատներ, անընդհատ կրկնվող արտահայտություններ, որոնք բնորոշում են այս ասպարեզը, բայց միևնույնն է, յուրաքանչյուր մարդ այստեղ տեսնում է ինքն իրեն, յուրաքանչյուր մարդ այստեղ կարողանում է տեսնել իր հույզերը, էմոցիաները։ Գիտեք, հպարտություն է, երբ որևէ քաղաք աշխարհի որևէ անկյունում ունի մի բուտիկ, որը հիմնադրել է մարդ, ով ոչ միայն իր կրթությամբ ու մասնագիտական գիտելիքներով, այլ իր տեսակով այս ասպարեզը դարձրել է լրիվ իրենը եւ իր միջոցով նաեւ շատ շատերին է։ Եթե խնամքի հետ կապված որևէ, այսինքն ճիշտ խնամք ընտրելու խնդիր ունեք կոսմետիկ միջոցների, Երևանում է գտնվում հենց այն կենտրոնը, որը կարող է ասել միշտ հնարավոր է վերականգնել ձեր աչքերի փայլը, խնամելով մաշկը, վերականգնել աչքերի փայլը։ Իսկ եթե ուզում եք գտնել օծանելիք, որը ձեզ աշխարհում բոլորից կտարբերի, այնպես կանի, որպեսզի բոլորը հասկանան, որ դուք երբևէ նման չեք որևէ այլ կնոջ կամ տղամարդու, այդ դեպքում նույնպես այս հասցեն գտնվում է Երևանում։ Ինձ համար իրականում շատ հաճելի է, որ մենք հնարավորություն ունենք այսօր Էլ-Ռումում զրուցելու Ամուր բուտիկի հիմնադիր վինտաժ պարֆյումի կոլեկցիոներ, գեղանկարիչ Վահագն Առաքելյանի հետ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Դուք արվեստը, որպես գեղանկարիչ, ըստ էության սա այն աշխարհն է, որտեղ դուք կարողանում եք իրականում շատ բաց ու անկեղծ լինել ինքներդ ձեր ներսի հետ ու ձեր ներսի միջոցով նաև մարդկանց։ Այո, այդպես է։ Նկարչություն դա իսկականից լրիվ մի ուրիշ աշխարհ է, ու ինձ թվում է դա յուրահատուկ մի բան է, որը ես երբեք ասում շատ շնորհակալ եմ, որ ինձ նման հնարավորություն է տվել, որ ես կարող եմ նկարել, որտեղ դա ամեն մեկին տրված չի, ինձ թվում է, ու իրոք դու դրա միջոցով կարող ես եւ քո հույզերը, եւ քո էմոցիաները, եւ մարդկանց լրիվ նոր հույզեր, էմոցիաներ պարգևել։ Այն ուղղությունը, որով զբաղվում եք, ըստ էության նաև վինտաժ պարֆյումի կոլեկցիոները եւ Ամուր բուտիկը, որը շատ քաղաքներ չեն, որ ունեն այսպիսի կենտրոններ, հա, եւ խնամքի միջոցների եւ եզակի օծանելիքների մի անկյուն, որտեղ հնարավոր է հասկանալ քեզ ինչ է պետք։ Այսինքն դուք այս արվեստի միջոցով, գեղանկարչության միջոցով նաեւ հասկանում եք մարդկանց։ Այո, իհարկե, այդպես է, ինչի, որովհետև ցանկացած մարդ փնտրում է այնպիսի բույր, որը կբնորոշի իրեն։ Ինչ որ մեկը չափից ավել էմոցիոնալ, ինչ որ մեկը չափից ավել խիստ հատկություններ ունի, ինչ որ մեկը չափից ավել փակ է, ինչ որ մեկը չափից ավել այնքան ուրախ է, ու այդ ամեն ինչը պարզ է, որ ուղեկցվում է ամեն մեկին ճանաչում են իր բույրով։ Եվ դրա համար կարող ենք ասել, որ իսկապես բույրը ինքը անմիջական կապ ունի մարդու տեսակի հետ, թե ով է այդ մարդը, ինչով է զբաղվում, ինչ էմոցիոնալ աշխարհ ունի տվյալ անհատը, եւ դա եւս համարվում է արվեստ, արվեստի տեսակ։ Դուք բավական երկար ճանապարհ եք անցել, Շանել ակադեմիայի նաեւ անդամ եք, այս մասը ինձ շատ տպավորեց, բայց պիտի խնդրեմ նաեւ ձեր վերապատրաստումները, դասընթացները եւ հիմա ըստ էության Ամուր բուտիկի բոլոր աշխատակիցներին վերապատրաստում եք հենց դուք։ Այո, այդպես է։ Իրականում շատ վաղուց ես ինձ մոտ սկսել 11-12 տարեկանից կարելի է այդպես ասել, ու հետաքրքիր դեպք կար, մինչև հիմա հիշում եմ, ես մեր դպրոցում որտեղ որ սովորել ավարտել եմ, այնտեղ զբաղվում էի ընդհանուր դպրոցի պլակատներով, նկարներով,
ու դա չի անում մենակ, անում էի մի կնոջ հետ, ում անունը Լիլիթ էր։ Եվ մի անգամ հիշում եմ, երբ որ մտա միասին պետք է մի հատ հետաքրքիր նկար էինք անում ու իր վրայից բույր զգացի, հարցրեցի ինչա։ Ու երբ որ ասեց Chanel Chancer ու այդպես այդ օրվանից հետո իմ ուղեղում անընդհատ այդ բույրը սենց գնում գալիս է ու այդ բույրն էր իմ մտքում։ Ու դրանից հետո այնպես եղավ, որ իր որոշ պարֆյումների հետ ծանոթացրեց, ոչ միայն պարֆյումների, նաև կոսմետիկ միջոցների հետ, ու չգիտեսի ես այդ օրվանից հետո սկսեցի մտածել, որ կարելի է զուտ ուղղակի ինքս ինձանով ուսումնասիրել։ Ու այդպես սկսվեց այդ ամեն ինչը, այսպես դադարներով է եղել իրականում, որտեվ դե սովորում էի, աշխատում էի, բայց հետագայում եկավ մի պահ, որ որոշեցի շատ լուրջ զբաղվել դրանով, ու ինքս ինձանով կարդում էի, գրում էի, ուսումնասիրում էի պրոդուկտները, նույնիսկ որոնք չէի հասկանում, փորձում էի ինքնուրույն ուսումնասիրել։ Հա, այսինքն ոչ միայն օծանելիք, այլ առհասարակ կոսմետիկ միջոցները, կոսմետիկ միջոցներ, դեկորատիվ կոսմետիկա, որտեվ դա եւս կնոջի գեղեցկացում է։ Իսկ ինձ համար որպես նկարիչ, արվեստագետ շատ կարեւոր է, որ թե ես ինքս, թե դիմացին այդ գեղեցկությունը պետքա նկատես։ Դրա համար ոչ միայն պարֆյում, օծանելիք, այլ նաեւ խնամքի միջոցներ, դեկորատիվ կոսմետիկան սկսել եմ ուսումնասիրել։ Դրանից հետո ինչ-որ ժամանակ անց սկսեցի աշխատել որոշ ցանցերի հետ ու այնպես ստացվեց, որ այնքան խորացված սկսեցի ուսումնասիրել, որ ինձ նույն կամպանիաները ուղարկում էին արդեն վերապատրաստվելու։ Նույնիսկ եղել է դեպքեր, որ ուղարկել են վերապատրաստվելու, բայց ինչ-ինչ հանգամանքներով ես սկսեցի վերապատրաստել տվյալ մարդկանց, այո, ցանցը։ Հետագայում դա վերածվեց աշխատանքի շատ լուրջ, հետագայում դարձա Chanel ակադեմիայի անդամ, հա, ու ոչ միայն Chanel ակադեմիայի, այնտեղ սկսեցի ծանոթանալ, շփվել տարբեր աշխարհահռչակ պարֆյումերների հետ, այն մարդկանց հետ, ովքեր ստեղծում են ոչ միայն պարֆյում, այլ նաև խնամքի միջոցներ, ու դա գնում է մինչ օրս, ավելի խորացված, ավելի լուրջ։ Շատ լավ, դուք նաև մասնակցում եք պաստորեն այդ աուկցիոնների, աճուրների միջոցով էստեղ եք ուսումնասիրում։ Բացի նրանից այն ինչով որ ես այս բանից զբաղվում, ես ունեմ նաև անհատական կոլեկցիա, Սա ուղղակի ձեր անհատական կոլեկցիայի համար է։ Ես ունեմ նաև անհատական կոլեկցիա, որը շատ վաղուց եմ հավաքում, մոտ 2950 ֆլակոն է, բույրեր։ Բայց իմ կոլեկցիան մի փոքր տարբերվում է, շատ հիմա երևի դիտորդներ կզարմանան, ինչ կոլեկցիա է, դա վինտաժ բույրեր է, որոնք վաղուց չեն թողարկվում։ Ու ինձ որպես արվեստագետ մարդ, ում համար շատ կարևոր է այդ էմոցիոնալ աշխարհը, հիշողությունները, հույսերը, ինձ թվում է կյանքում ամենաթանկ բանը դա հիշողությունն է։ Ու չգիտես խի, օրերից մի օր որոշեցի, որ պետք է սկսեմ հավաքել վինտաժ կոլեկցիա, ու այնտեղ կան աշխարհահռչականուններ, շատ բոլորը չեմ նշի, բայց նույն կլիմա, տուրբուլենս, մաժենուար, GG, Fiji, ու ես սկսեցի մինչ օրս դրանք հավաքում եմ, նույնիսկ շատերը կզարմանան, ես իմ հիմնական բույրը, որ ինձ հարցնում են, ինչ օծանելիք ես օգտագործում, դա մշտական կլասիկ օպիումն է, Հին օպիումը, 1976 թվականի օպիում ու միայն դա եմ օգտագործում։ Ու նաև դե պարզա, որ դա շատ լուրջ աշխատանք է, ինչի որտեվ այդ ամենը երբ որ ձեռք ես բերում, դա նաև պետքա ճիշտ ձևով պահել։ Ամեն ինչը, հա, նորաձևության հետ կապված էլ անընդհատ մենք խոսում ենք, որոշ ինչ-որ էլեմենտներ վերադառնում են։ Այ պարֆյումի օծանելիքի էս ասպարեզում կա նման բան, հա, նկատել եք, որ օրինակ կան ժամանակակից շատ բույրեր, հա, հատկապես այդ նիշային ասված էս օծանելիքի մեջ, որոնք հիշեցնում են ձեր նշած այդ Այո, իրականում մենք գիտենք, որ ցանկացած նոր բան ինքը հիմնվում է հնի վրա։ Ու ճիշտ է, շատ ժամանակ ցավով եմ նշում, բայց մենք այսօր ապրում ենք այն ժամանակներում, որ ցավոք սրտի հետաքրքիր նորություններ շատ դժվար է գտնել։ Դրա համար շատ ժամանակ նույն դիզայներական տները, հա, մոդելավորողները, նույն պարֆյումերները իրանք ինչ են անում, գնում են հին արխիվներ։ Ու սկսում են հին արխիվների վրա հիմնված թողարկել կամ օրինակ լինում են բույրեր,
օրինակի համար նույն մաժենուարը ենթադրենք, հա, որը ստեղծվել էր Lancome տան կողմից, որը ժամանակ հետո կորեց ամբողջությամբ ու չգիտես ինչի 2007 թվականին նույն Lancome բրենդը որոշեց թողարկել Eau de Toilette կոնցենտրացիայով նույն մաժենուարը։ Ինչի, որովհետև կան մարդիկ ում դեռևս հետաքրքիր է նա։ Իսկ այն ինչ որ հիմա արվում է, կարելի է գտնել հետաքրքիր բաներ, բայց ոչ այնքան շատ, ինչքան այն ժամանակ էր։ Այո։ Որտեվ այն ժամանակ պահպվում էր ուրույն ձևը, տեսակը, էությունը, իրենք իրոք եզակի էին, մեկը մյուսին նման չէին, իսկ հիմա թեկուզ եւ ֆլակոնը տարբերվում է, դիզայնները շատ են, բայց բույրերը իրար նման են։ Նման են, չէ՞ բույրերը։ Այ այդ ասվածը, որ շատ էքսկլյուզիվ եւ այլն, այստեղ նկատելի է, որ ինչ որ շատ բան ուղղակի PR-ի, հա, մարքեթինգի ուժն ենք մենք տեսնում։ Այո։ Ինչի, որտեղ բրենդերը հիմնականում ստեղծում են այն, ինչ որ պետքա վաճառվի, այն ինչը կգրավի մարդկանց։ Ու շատ քիչ բրենդեր գոյություն են, որոնք փորձում են ստեղծել այնպիսի բաներ, ինչը առաջինը իրենց է դուր գալիս, այսինքն բուն ստեղծողին։ Այո։ Եվ հետո նոր մարդուն։ Իսկ դա շատ կարևոր, որտեղ այդպիսով բրենդը պահում է իր գենը։ Պահում է իր ոճը, որը ոչնչի հետ չես կարող խառնես։ Իսկ դա շատ կարևոր է։ Այո։ Իսկապես պիտի այս ոճը ու գենը լինի շատ հետաքրքիր ձևակերպում տվեցիք Վահագ, որովհետև այս դեպքում է, որ իսկապես հնարավոր չի շփոթել, թե չէ տպավորությունը նույնիսկ այդ արտահայտությունները հիմական, որ տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում եւ տարբեր մարդիկ տարբեր կերպ են մատուցում պարֆյումը, բայց դուք հիմա ինչ բրենդներ եք ներկայացնում եւ Amour բուտիկը ում համար է նախատեսված։ Այն ինչ դուք եք ներկայացնում, որտեղ այստեղ նաև արվեստով ներկայացնելն էլ է արվեստ։ Այո, իրականում երբ որ ես եւ իմ գործընկերը որոշեցինք հիմնել Amour բուտիկը, Աննան, իմ գործընկերը, որը այդքան շատ չի երևում կադրերում, մեր գլխավոր նպատակը այն էր, ինչի դրեցինք հենց Amour։ Առաջինը Amour սեր, գիրք, ցանկություն, հիշողություն, այսինքն մեր գլխավոր նպատակը այն էր, որպեսզի մենք մարդկանց իրոք պարգևեինք սեր, այսինքն ոչ թե զուտ ուղղակի գային սովորական գնումներ կատարելու, այլ այդ process-ը, ժամանակահատվածը իրենք իրոք պետքա ապրեին այդ բոլոր հույզերը, այդ սերը զգային իրանց հանդեպ անձամբ ինչ որ տածվում էր եւ բացի դրանից նաեւ մեր գլխավոր նպատակը այն էր որ մենք ներկայացնենք չափից ավել էքսկլյուզիվ չափից ավել յուրահատուկ բրենդեր կլինի պարֆյումը կլինի խնամքի միջոցները թե դեկորատիվ խնամքը այսինքն ներկայացված է Amour բուտիկում բացի պարֆյումից խնամքի միջոցներ եւ դեկորատիվ կոսմետիկա եւ նաեւ կա պրոֆեսիոնալ խնամքի որը որ արդեն մասնագետներին պիտի հետաքրքրի այո մենք ունենք բրենդեր որոնք ունեն առանձին ճյուղեր որոնք նախատեսված են միայն պրոֆեսիոնալ կոսմետոլոգների համար այսինքն հստակ պրոցեդուրաների համար են նախատեսված ինչպես ենք մենք ընտրում հա այդ բրենդերը ընտրվում է ճանապարհորդության ժամանակ, երբ որ օրինակ ես եմ ինչ որ մի տեղ գնում։ Դուք բացահայտում եք այդ բրենդները, ձեզ համար ու ձեր միջոցով նաև մեզ համար է։ Այո։ Օրինակ մենք այս պահին ներկայացնում ենք, որ էքսկլյուզիվ ներկայացուցիչն ենք, ճապոնական մի խնամքի բրենդ Vamiles, այդպես է կոչվում, որը կարելի ասել ամենահարգի բրենդն է համարվում Ճապոնիայում, որը խանութներում չի վաճառվում, այսինքն իրենք հստակ ունեն սալոններ, որտեղ գնում ես, ստանում ես լուրջ կոնսուլտացիա ու անցած դեկտեմբեր ամսին 2024 թվականին ես ներկա եղա Ճապոնիայում ու գնացի նաև ստացա որպես պրոֆեսիոնալ կոսմետոլոգի լիցենզիա հանեցի, քանի որ իրենց պահանջներ որ կային պրոդուկտներ, որոնք կարող էր միայն վաճառել սերտիֆիկացված կոսմետոլոգը։ Այսինքն ինչ պրոդուկտներ էր Վահագ։ Դրանք այնպիսի պրոդուկտներ են, որոնք կապ ունեն անմիջական դերմատոլոգիայի հետ, այսինքն այն ինչը որ իրոք բուժում է մաշկը, այսինքն մենք գիտենք ցանկացած սովորական դեմքի քսուկ, սովորական սերում, իրենք պարունակում են տարբեր նյութեր, հա, կա ռետինոլ, կա հիալուրոնաթթու, կա տարբեր տեսակի թթվի տեսակներ, որոնք հնարավոր է մի փոքր ավելի ուժեղ ազդեցություն թողնեն մաշկի վրա։ Այսինքն մենք գիտենք, որ մաշկը ունի 3 շերտ՝ դերմա, էպիդերմա, միզոդերմա, ու գիտենք, որ
հիմնականում այսօր այն ինչ որ տեղի ունի beauty ոլորտում, քսուկները, սերումները, այդ ամենը աշխատում է վերին շերտի վրա, բայց տվյալ բրենդը ինքը մեզ թույլ է տալիս օգտագործել այնպիսի պրոդուկտներ, որոնց մեջ օգտագործում այնպիսի մոլեկուլներ 10 նանոմետր, այսինքն դուք հասկանում եք, չէ՞, դա ասեղի նման վարքյանական մտնում է մաշկի մեջ։ Ու իրականում իրոք, երբ որ մենք սկզբում բերեցինք, ես զարմանում էի, ով կարա դա գնի, բայց հետո հասկացանք, որ մեր հաճախորդները այնքան գոհ են իրենից, ու այդ ինչ խնդիր է լուծում ներողություն Վահագն։ Այսինքն ինքը տարբեր միջոցներ է, տարբեր խնդիրների համար ունի հստակ ուղղություններ, նախատեսված կոմբինացված մաշկի համար, չափից ավել զգայուն մաշկի համար, որի մեջ նաև մտնում է ռոզացեա, կուպիրոզա, տարիքային խնամքի միջոցներ ու հետաքրքիր է, որ մենք ունենք պրոդուկտներ, որոնց մեջ դրված է չնչին տոկոսանությամբ ռետինոլ։ Ցավոք սրտի մեր Հայաստան դեռևս մենք չենք հասել այն կարգավիճակին, որ հասկանանք, թե որքան կարևոր է դրա օգտագործումը ռետինոլի, հա։ Այո, եւ ինչքան կարևոր է ճիշտ տեղին ըստ նշանակության օգտագործումը։ Ցավոք սրտի, երբ որ տալիս ես օրինակ ռետինոլի անում, բոլորը մտածում են, որ վայ, չէ, ինձ չի կարելի, որտեվ դա ինձ կգրգռի, դա anti-age, այսինքն տարիքային խնամք է համարվում, բայց օրինակ Ճապոնիայում ոնց որ մեզ բացատրեցին ու ես շատ շնորհակալ եմ իրենց դրա համար, իրենք նշեցին, որ մարդու մաշկը Ճապոնիայում հստակ երբանից են, ինչ ժամանակահատված են սկսում օգտագործել նման պրոդուկտներ 9 տարեկանից սկսած։ Իսկ առհասարակ մաշկի այդ վրայի շերտը ինչ որտեղ է, նաև շերտազատում եւ այլն, թեթև ռետինոլը։ Գնում է թեթև շերտազատում, գնում է ճիշտ ցիրկուլյացիա վիտամինների մաշկի համար նախատեսված։ Բացի դրանից մենք գիտենք, ես միշտ ասում եմ, որ երբ որ մարդը ծնվում է, իր մոտ գնում է հակառակ process-ը։ Նույնիսկ նորածին երեխան, երբ որ ծնվեց, ցավոք սրտի, մենք գնում ենք դեպի արդեն ծերացում։ Այո։ Իսկ որպեսզի դա մենք մի փոքր կարողանանք կրճատել, ինչ ենք անում, սկսում ենք օգտագործել կոսմետիկ միջոցներ։ Ու իրական դա հրաշք աշխարհ է, ու դա ոչ միայն կանանց համար, այլ նաև տղամարդկանց համար էլ է շատ կարևոր, որտեղ եթե մենք ցանկանում ենք իրոք նայենք մեզ հայլու մեջ եւ զգանք, որ իրոք թարմ ենք, իրոք խնամված ենք, պետք է սովորենք օգտագործել այդ պրոդուկտները, ինչը շատ նորմալ է։ Այո, պետք է սովորենք օգտագործել, այսինքն այս դեպքում այդ արագ միջամտություններին ամեն տեսակի ներարկումային կարելի է շատ ավելի ուշ դիմել։ Այո։ Ես միշտ ասում եմ, որ ցանկացած տնային խնամքի պարագայում կարելի է ցանկացած խնդիր լուծել։ Եթե ճիշտ խնամք է ընտրվում, ճիշտ կոնսուլտանտի կողմից, դա շատ կարևոր է, հատկապես ինձ համար ամորե առավելություններից մեկն էլ հենց դրանում է, որ մենք ուղակի վաճառք չենք իրականացնում։ Նույն ճապոնական բրենդը, որ մենք ներկայացնում ենք, Vamilese, այնտեղ մենք ունենք հստակ պրոդուկտներ, նույնիսկ երբ որ մեր Instagram-յան էջում, հա, սոցիալ այդ էջերում մենք ներկայացնում ենք պրոդուկտները, միշտ ներքևում նշվում է, որ արժեքին ծանոթանում ենք տեղում, վաճառքը իրականացումը միայն կոնսուլտացիա ստանալուց հետո։ Մենք ունենք առանձին անկյուն հատված, որտեղ այսպես յուրահատուկ ինքը տեղը մրամռնի հատված ենք իրեն ասում, որտեղ երբ որ մարդը գալիս է ցանկանում է գնել որևէ կոսմետիկ միջոց, մենք առաջարկում ենք փորձել մաշկի վրա։ Մենք ունենք առանձին լվացվելու համար նախատեսված տեղ, այսինքն այն ինչ որ անհատը պետքա գնի եւ գնա տանը անի, մենք իրեն առաջարկում ենք միանգամից մեզ մոտ խանութում, ինքը կարող է ծանոթանալ իր մաշկի վրա զգալ այդ բոլոր պրոդուկտները։ Ու դա շատ կարևոր է, ու ինձ թվում է դա շատ մեծ առավելություն է այսօր մեր Հայաստանի Երևանի համար, որտեղ ինձ թվում է նման կոնցեպտով բուտիկ գոյություն չունի։ Գոյություն չունի։ Շատ քաղաքներում չի որ կան։ Այո, իրականում նույնիսկ Եվրոպայում, աշխարհում չկան։ Այո, բոլոր քաղաքներում չի, որ այդ հնարավորությունը ունեն։ Այ հիմա դուք նշեցիք, որ այսպես շատ առանձնահատուկ, նաև բնականաբար, քանի որ էքսկլյուզիվ են, ավելի բարձր է արժեքը, ովքեր կարող են գալ, ովքեր են հիմնականում հաճախորդները ձեր եւ տարիքային այսպեսի սահմանափակում կա, այսինքն որ տարիքից սկսած։ Իրականում տարիքային սահմանափակում չունենք, միակ բանը, որ այսօր ես եւ Աննան մենք միասին sense շատ ակտիվ ման ենք գալիս, փնտրում ենք դա երեխայի խնամքի միջոցներ, որտեղ լավ նման բրենդ գտնելը դեռևս մեզ մոտ չի ստացվում ու դեռևս փնտրտուքների մեջ ենք, բայց
ինչ կապված է արժեքայինի հետ։ Մեզ մոտ ունենք այնպիսի բրենդեր, որոնց արժեքը բավականին մատչելի է, այսինքն սովորական երիտասարդ աղջիկը սկսած 16-15 տարեկանից կարող է գալ իր համար գնումներ կատարել։ Մենք միշտ սովորում ենք, երբ որ մարդու մաշկին նայում ենք, մենք արդեն վիզուալ պետք է հասկանանք ինչ խնդիր ունի անհատը։ Դա շատ կարևոր է, որ դա նաև մեր խոսում է մեր կրթվածության մասին, անպայման չի գնալ ապարատով ուսումնասիրել դեմքը, որ հասկանալ ինչ խնդրեմ ունի։ Ու դա մեզ իրականում ես որքան այս տարիների ընթացքում աշխատում եմ մարդկանց հետ, այն գոհ արձագանքները, որ ես միշտ ստանում եմ, դա իրականում այն բանի արդյունքն է, երկար տարիների արդյունքը, որտեղ ինձ էլ է ժամանակ պահանջվել, թե իմ մաշկս հասկանալու համար, թե դիմացինի մաշկը հասկանալու համար, դա շատ կարևոր է։ Նորից եմ շեշտում, որ խնամքի միջոցով հնարավոր է շատ բազում խնդիրներ լուծել։ Ոչ միայն մաշկի հետ կապված, այլ նաև երբ որ դու ինքդ քեզ խնամում ես տվյալ պրոդուկտներով, դու ինքդ քեզ արդեն իսկ լավ ես զգում, դա քեզ տալիս է բարձր տրամադրություն, դա քեզ տալիս է էմոցիաներ, դա ազդում է քո բարձր տրամադրության վրա։ Միայն մաշկը այստեղ չի շահում։ Այո, դա մեր ապրելակերպի մի մաս է դառնում, ու ինչպես ես եմ նշում, երբ որ մենք գնում ենք, կանայք շատ են, չէ, երբ որ գնում են մի քանի պրոդուկտ, միշտ մտածում են ֆինանսի մասին միանգամից, որ վայ, թանկ է, վայ, չէ, այսքան գումարի ծախսեցի, բայց իրականում ես միշտ շեշտում եմ հենց այդ պահին, ասում եմ դա ներդրում է ձեր վրա, այսինքն դա ծախս չի համարվում, դա ներդրում է։ Այո։ Որի արդյունքը կանանց այսպիսի ծախսերը դրանք անհրաժեշտ են, որովհետև դրա արդյունքում կինը ավելի լավ տեսք է ունենում, ուրեմն ժպտում է, շահում է բոլորը, փաստորեն, այո, այս դեպքում, որովհետև երջանիկ կինը շատ արագ կարող է իր շուրջը իսկապես տարածել այդ երջանկությունը, իսկ այսպիսի ճշգրիտ ընտրված, մասնագիտական, նաև այդ աչքով ընտրված ճիշտ կոսմետիկ միջոցները իսկապես այդ զգացողությունը տալիս են։ Վահագ, ես ուզում եմ մի քանի բառով նաև օծանելիքին անդրադառնանք, որովհետև այս աշխարհն էլ է շատ հետաքրքիր, հիմա մենք մի քանի դուք դիտարկում արեցիք, բայց շատ հաճախ դժվարանում են, հա, երբ հիմա օրվա մեջ եւ ուղղությունները եւ տրամադրությունները շատ են փոխվում, մարդիկ, հատկապես կանայք, երևի տղամարդիկ էլ դժվարանում են հասկանալ ինչ է իրենց պետք։ Ի վերջո, ինչի հետ պիտի համահունչ լինի օծանելիքը։ Օծանելիքի իրականում նորից մենք հիմնականում օծանելիք գնում ենք այն ժամանակ, երբ որ շատերը ցավոք սրտի գնում են զուտ ուղղակի օծանելիք ունենալու համար, այսինքն ցանեն, ասեն, որ շատ համեղ եմ ես հնչում, շատ լավ բույր է եւ վերջ։ Բայց իրականում օծանելիք անմիջական կապ ունի տրամադրության հետ, դա առաջին պայմանն է։ Օծանելիքը կապ ունի տրամադրության հետ, օծանելիքը կապ ունի անհատի տեսակի հետ, ու հենց այդպես էլ մենք տալիս ենք, իրականացնում ենք այդ գործընթացը, վաճառքը, այսպես ասած, ճիշտ օծանելիքի։ Շատ եմ լսում թե գոլեգաներից, թե առհասարակ, երբ որ ուսումնասիրում ես շուկան, ես տեսնում եմ, որ շատ են ասում աշխատանքի վայրի համար նախատեսված բույր, տան համար նախատեսված բույր, ամառային բույր, ձմեռային բույր, բայց իրականում, եթե փորձենք հասկանալ, բույրը դա անմիջական կապ ունի մարդու տրամադրության հետ։ Ես էլ ինքս օրինակ, երբ որ մի փոքր տրամադրություն չեմ, մի առաջին բանը, որ ես անում, դա բույրը ցանում եմ, նույն շարժամը քնելուց առաջ ես ցանում եմ, որովհետև դա իրոք այնպեսի sense աուրա է ստեղծում, դա հանգստացնում է, դա մեդիտացիայի նման մի բան է, որ իրոք դու երբ որ զգում ես, քիչ-քիչ դա սկսում է քեզ հանգստացնել։ Ու այսօր շատ եմ նաև լսում, օրինակ ցիտրուսային բույրերի մասին, հա։ Մենք սովորաբար սովորենք ինչի, որ ցիտրուսային բույրերը օգտագործում ենք ամռանը։ Ինչի, որտեղ ամռանը շոգ է, ամեն ինչ ծանր է, պետք է այնպեսի թեթև բաներ, բայց աշխարհի տարբեր երկրներում ամռանը օգտագործում են բավականին ծանր բույրեր։ Ու շատերը հակառակը ձմեռը կամ ցուրտ եղանակին օգտագործում են նույն ցիտրուսային բույրերը։ Իհարկե ցիտրուսային բույրերը իրենք ստոյկիություն չունեն, այսինքն մաշկի վրա պահպանվելու ժամանակահատվածը քիչ է, որտեղ դա ցիտրուս է, բայց ոչ մեկ չի սահմանել նման կանոն, որ ցիտրուսը օգտագործում ենք ձմռանը, իսկ ամռանը, իսկ մյուս կոմպոնենտներով ենթադրենք բույրերը, կաշվային բույրերը օգտագործում ենք ձմռանը։ Մենք ունենք մի ուղղություն կլասիկ պարֆումերիա, այն ինչ որ կլասիկա է համարվում, դրա մեջ մտնում են ծաղկային բույրերը։ Իսկ մնացած բույրերը արդեն դա
թողնվում է պարֆյումերի վրա, ինչ ինքը կստեղծի, ինչ ինքը մեզ կտրամադրի։ Իսկ հիմա օրինակ պահանջը ավելի կամ մեր ժամանակներում կան ինչ-որ ուղղություններ, որ նկատել եք, որ այսպիսի համադրություններն ավելի շատ են գրավում կամ։ Իրականում այո, հատկապես Հայաստանում, որտեղ մեր հայկական շուկայում լավ բույր ընտրելը մի փոքր բարդ է, բայց նաև մեր հայերը շատ լավ հասկանում են պարֆյումներից։ Ինչի, որտեղ ես շատ եմ տեսել, նույն իմ ընկերներից շատերը, ովքեր արտերկրից են գալիս, մեր հաճախորդներից շատերը, իրենք բոլորը միշտ ասում են, որ հայերը շատ յուրահատուկ ճաշակ ունեն, ու նաև չենք մոռանում, որ համաշխարհային շուկայում գոյություն ունեն շատ ճանաչված հայ պարֆյումերներ, նույն Ֆրանսիս Կուրկչյան, Սեսիլ Զարուկյան, Բյուզանդյան, ու իրենք իրոք յուրահատուկ բաներ են ստեղծում։ Ինչ վերաբերվում է թե ինչ ուղղվածություններ կան, հիմնականում այս պահին շուկան ուսումնասիրելով, ես նկատել եմ, որ շատերը ընտրում են կաշվային բույրեր, բայց դա էլ հետաքրքիր է, որ իրենք չգիտես ինչու կաշին համարում են թանկարժեք, թանկ լինելու հետ են համարում։ Գուցե եւ այդպես է, ես չգիտեմ։ Բայց ինձ համար, եթե ինձ թողնվեր, ես համարում եմ, որ թանկ բույրը ինքը ոչնչի հետ կապ չունի։ Ես ինքս օրինակ նախընտրում ծաղկային բույրեր ու իրականում վերջին տարիները մենք հասկացել ենք ոչ միայն ես, այլ նաև այն անհատները, ովքեր աշխատում են բույրերի աշխարհում, հասկացել ենք, որ տղամարդիկ ընտրում են ավելի թույլ, ավելի քաղցր հանգիստ բույրեր, իսկ կանայք ընտրում են ավելի խիստ, ավելի տղամարդկային բույրեր, նույն կաշվային բույրերը։ Հիմնականում կանայք ավելի շատ են։ Եվ սա է պատճառը, որ նաև այս ասպարեզում նկատելի են ավելի այդ ունիսեքս ասվածը, հա։ Այո, դրա համար եկավ ժամանակ, որ բրենդերը որոշեցին ստեղծել ունիսեքս պարֆյումներ, որպեսզի այդ գենդերային տարբերությունը չլինի օգտագործել։ Այո, իրականում արդեն հիմա այդպես է եւ ավելի պահանջված է, հետաքրքիր է։ Բայց ինչն է, եթե կնոջ դեպքում վերցնենք, տղամարդու նաև, բայց ձեր այ պրոֆեսիոնալ որպես արվեստագետի, նաև այդ գեղանկարչի աչքով, հայացքով ու էմոցիայով, ինչը պիտի պատմի պարֆյումը կնոջ մասին։ Ինչքան պիտի պատմի։ Ինչքան պետք է պատմի, ոչ ամեն ինչ։ Այսինքն թաքնված մի բան պետք է միշտ մնա։ Այո, բայց դա էլ շատ կարևոր է, որպեսզի համենայն դեպս կինը դա մնում է գեղեցկության խորհրդանիշ է համարվում, կինը ինքը նուրբ էակ է, մենք գիտենք, ու ես շատ ժամանակ սխալ եմ համարում, եթե կինը օգտագործում է բավականին խիստ բույրեր։ Համենայն դեպս պետք է օգտագործել այնպիսի բույրեր, ինչը կընդգծի կնոջ առանձնահատկությունը, հենց կանացիությունը։ Դա շատ կարևոր է։ Երբ գալիս են օրինակ ամուր բուտիկ, երբ մտնում են, դուք կարող եք արդեն զրուցելով կամ այդ շփման մեջ հասկանալ ինչ է ուզում եւ կարող եք առաջարկել մի բույր, որի իր առանձնահատկությունը կընդգծի։ Այո, իհարկե, ինչպես է մեր մոտ կոնսուլտացիան առհասարակ անցնում ամուրում, հա, ոչ միայն ինձ մոտ, այլ նաեւ մեր աշխատակիցների մոտ։ Մենք նախքան բույր առաջարկելը մոտավորապես հասկանում ենք արդեն անհատի տարիքը կնոջ պարագայում ու երբեք ամոթ չենք համարում հարցնել թե ինքը ինչով է զբաղվում, ինչ մասնագիտություն ունի եւ այդպես ընտրվում է բույրը, այսինքն հետաքրքիր զրույց ունենալով անհատի հետ, որտեղ մենք ամոռում ստեղծել ենք հատուկ այնպիսի միջավայր, որտեղ անհատը կարող է գալ, նստել, սուրճ խմել, թեյել մեզ հետ միասին, ու այդ մի փոքր շփման ընթացքում մենք արդեն պատկերացում կազմում ենք անհատին ինչը կարող է դուր գալ, կախված նրա ձայնի տոնայնությունից, անհատը հանգիստ է թե ավելի ակտիվ է զրուցում, կախված նրանից թե ինքը ինչ է սիրում հագնել, որտեղ իրականում հագուկապով եւս կարելի է հասկանալ անհատին ինչ կարող է դուր գալ։ Քանի որ մենք ներկայացնում ենք մի փոքր ավելի նիշային տեսականի, այսինքն այնպիսի պրոդուկտներ են, այնպիսի բույրեր են, որը ամենտեղ չես գտնի ու մի փոքր իրենց հնչեղությամբ տարբերվում են սովորական կլասիկ պարֆյումերիայից, հա։ Դրա համար մենք միանգամից վաճառք չենք իրականացնում, գուցե հիմա շատերը ովքեր բիզնեսի տեսանկյունից նայեն մտածեն, որ դա շատ վատ է, բայց մեր համար շատ կարևոր է, որ անհատը գոհ լինի
իր ցանկացած լուման ծախսելուց։ Դա ինձ համար է շատ կարևոր է, ոչ միայն ինձ համար, իմ գործընկերոջ համար, մեր աշխատակիցների համար էլ։ Մենք միշտ առաջարկում ենք, որ բույրը գալ, ցանել երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ նույնիսկ։ Դա շատ կարևոր է, որտեղ բույրը, ինչպես նշեցինք սկզբում, ինքը կապ ունի տրամադրության հետ, ու ես միշտ ասում եմ, շատ ժամանակ երբ որ ցանում են եւ գնում են, ասում են բույրը կայուն չէր, դա իրականում կապ ունի անհատի տրամադրության հետ։ Երբ որ անհատը աշխատանքից հոգնած դուրս է գալի, գնում է, բույրը ցանում է, ու նույն հոգնած մտքերով ինքը գնում է տուն, իր միտքը կենտրոնացած չի այդ բույրը զգալու վրա, իր միտքը կենտրոնացած է լրիվ այլ բանի վրա, ու ինչքան էլ դու ուզենաս դա հիշես, չես հիշի, ու քեզ թվում է, որ այդ բույրը կայուն չի։ Բայց եթե հաջորդ օրը նույն անհատ ավելի բարձր, ավելի հանգստացած վիճակով գալիս է նույն բույրն է ցանում, երկրորդ օրին կասի, որ դա կայուն բույր է։ Ամեն դեպքում պիտի բույրի հետ ինքը տարբեր իրավիճակներում լինելով ինքն իրեն հարմարավետ զգա։ Այո, դա շատ կարևոր է։ Եվ սա հնարավոր է այս հասցեում, հիմա գործում է առայժմ բյուզանդի 2 հասցեում, Վահագ, իսկապես շատ հաճելի է, շատ հետաքրքիր է, ես գիտեմ, որ դուք ծրագիր ունեք նաև ընդլայնվելու, այսինքն երկրորդ հասցեն։ Այո, մեր նպատակը այն է եղել, որ սա դառնա ցանց, ու պահպանենք առաջինի միտքը, այսինքն լինելու են բուտիկային հատվածներ ամբողջ Երևանում, չեմ ասում շատ, որտեվ համենայն դեպս այդ էքսկլյուզիվությունը պետքա պահպանվի, յուրահատկությունը, բայց որոշում ենք երրորդ, չորրորդը մինչև պետքա բացվի, որպեսզի իրոք անհատները նման վայրեր, նման յուրահատուկ բաներ օգտագործեն ու իրենց գան յուրահատուկ։ Այո, յուրահատուկ եւ հետաքրքիր կարգախոս ունեք, սեր, հանգստություն, ջերմություն ու վայելք։ Այո։ Այո։ Դա շատ կարևոր է։ Այս ամենը մեկ վայրում, այս պահին բյուզանդի 2 հասցեում, շուտով նաև երկրորդ մասնաճյուղը կլինի Ամուր բուտիկում։ Շնորհակալ եմ, շատ հաճելի էր ինձ։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Սիրելի հետևորդներ, գիտեք իրականում ամենասկզբում էլ նշեցի, շատ քաղաքներ չեն աշխարհում, որ այդ հնարավորությունը ունեն։ Մենք միշտ կարող ենք ինչ-որ մի բան գնել, ինչ-որ մի ծրագիր ունենալ, որոշել ինչ-որ բան ձեռք բերել, բայց իրականում ամեն ինչ գալիս է մեր էմոցիաներից, հույզերից, այն մթնոլորտից, որտեղ որ կատարվում են այդ գնումները։ Չէ՞ որ այս աշխարհում ամեն ինչի, հագուստից սկսած ամեն ինչին կարելի է նայել որպես սովորական իր եւ կարելի է նայել որպես մի բան, որը քո կյանքում ինչ-որ մի բան ավելի լուսավոր կդարձնի։ Այ օծանելիքի այս տեսակները, էքսկլյուզիվ կոսմետիկ միջոցներ, խնամքի միջոցներ, այն ամենն ինչ ներկայացված է Ամուր բուտիկում, ներկայացվում են հատուկ եւ միայն ձեզ համար։ Սա ոչ թե ուղակի բառ է կամ կարգախոսի նման հիմա հնչեց, այլ ուղակի իրականում այդպես է, որովհետև մասնագետները ձեզ վրա անձամբ դուք հնարավորություն եք ունենում փորձելու, հասկանալու ինչն է, որ ձեր մաշկը շատ ավելի լավ կընդունի, որ բույրն է, որ պարուրում է ձեզ եւ դուք հասկանում եք, որ դուք շատ ներդաշնակ եք։ Գիտեք, այ կատարյալ լինել գուցե հնարավոր չէ, բայց դեպի կատարելություն գնալը միշտ կարևոր է։ Այն զգացողությունը, երբ դու ուզում ես ու դու կարող ես իրականում այս աշխարհում հրաշքներ գործել, որովհետև դու այդ հնարավորությունը ունես եւ դու արժանի ես, որ հրաշքներ լինեն քո շուրջը, այսպիսի զգացողություն կարելի է զգալ հենց այս հասցեում։ Մենք զրուցում ենք շատ հետաքրքիր պրոֆեսիոնալ մարդու հետ, շատ հետաքրքիր մասնագետի, եւ ես ուրախ եմ, որ նաև այսպիսի եզակի պրոֆեսիոնալների շնորհիվ Երևանում հնարավորություն ունեն գործելու այսպիսի մասնագիտացված կենտրոններ։ Ամուր բուտիկի հիմնադիր վինտաժ պարֆյումի կոլեկցիոներ գեղանկարիչ Վահագն Առաքելյանի հետ էինք Էլրումում զրուցում։ Այս պահին ես ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ, ուզում եմ, որ ձեր կյանքում զգացողությունները, որ ամեն ինչ աշխարհում ձեզ համար է եւ դուք շատ կարեւոր բան ունեք անելու, միշտ լինեն ձեզ հետ։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։